Վարչապետ Փաշինյանը մարդահավաքի կոչեր է անում հայ առաքելական եկեղեցու դեմ ընդվզելու, ցույցեր կազմակերպելու համար, որն էլ փաստորեն առաջնորդելու է ինքն անձամբ։ Փաշինյանն ուզում է հեռացնել վեհափառին, գուցե ձերբակալության տանել, փոխարեն է իր սրտով հոգևորական կարգել հայ առաքելական եկեղեցում, չնայած այս հակաքրիստոնեական հայտարարություններին Զվարթնոց օդանավակայանում հավաքվել էին հազարավոր քաղաքացիներ, դիմավորելու ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին եւ հայտնելու իրենց աջակցությունը։ Հետաքրքիրն այն է, որ շատ անվանի մարդիկ, դերասաններ, մտավորականներ շարունակաբար լուռ են մնում իրավիճակի մասին, ոչինչ չեն ասում։ Արվեստաբան Հենրիկ Հովհաննիսյանը դեռ 2018 թվականին իր հիացմունքն էր հայտնում Նիկոլ Փաշինյանի քաղաքական տաղանդի վերաբերյալ, ինչի մասին այս օրերին համացանցում հիշել են շատ օգտատերեր։ Եվրոմեդիա 24-ը փորձեց զրուցել արվեստաբանի հետ 2018 թվականի իր արած հայտարարության եկեղեցու շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ, սակայն վերջինիս արձագանքը բավականին կտրուկ էր։ Ինչ է դուք ուզում ինձանից ինչ եք ակնկալում։ 2018 թվականի ձեր արված հայտարարության հետ, որ վարչապետին ասել եք, որ հիանում եք նրա գործունեությամբ։ Ինչ զահլես մի տարեք եւ կորեք գնաս դրողիցոցը։ Ինչու եք նման կերպ խոսում։ Լավ եմ անում, որովհետեւ գործ չունեք ինձ հետ։ Հասկացաք։ Փակի։